Օրվա կարևորագույն իրադարձությունների ընտրանիով Ֆորտունա TV-ի եթերում դուք դիտում եք մոլորակ լրատվականի տոնական թողարկումը բարև ձեզ։ Հայոց հաղթական բանակը 21 տարեկան է, չնայած երիտասարդ տարիքին այն մարտունակ է, կայացած, կազմակերպված ու հզոր։ Հայկական բանակի նվիրյալներին, սպայական կազմին ու զինվորների տոնական օրը շնորհավորել է մարզի ղեկավարը։ Մայր հողի պաշտպաններին Արթուր Նալբանդյանը մաղթել է մեծ կամք և արիություն հիշեցնելով, որ ուժն ու հզորությունը զենքի ու զինվորի քանակով չի որոշվում։ Մեր հզոր բանակի հիմքը միշտ արթուն այս տղաներն են, նրանք, ովքեր Արցախյան մարտում նվաճեցին հայ մնալու մեր իրավունքը, չխնայելով ամենաթանկը կյանքն ու առողջությունը։ Տոնական այսօրն անհնար կլիներ պատկերացնել առանց պարգևատրումների։ Մարզպետ Նալբանդյանը հոգևոր առաջնորդի օրհնությամբ պարգևատրել է զինվորական գործի նվիրյալներին։ Այս մասին առավել ամբողջական մոլորակից անմիջապես հետո մարզպետարանի ժամի շրջանակներում։ Օրը տոնական է եղել մարզի բոլոր քաղաքներում։ Ստեփանավանում մշակութային խմբերն են այցելել զինվորներին, իրենց երգ ու պարով հագեցնելով տղաների տոնական առօրյան։ Նազելի Ավագյանի տոնական ռեպորտաժը Ստեփանավանից։ Բանակը ոչ միայն պետության անվտանգության, այլև երկրի և ժողովրդի լինելության երաշխիքն է, ապրելու և դարերում հարատևելու գրավականը։ Ազատագրական պայքարի թոհուբոհում ծնված և կամավորական խմբերից կազմավորված հայոց բանակն այսօր արդեն համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը և տոնում է իր 21-րդ տարեդարձը։ Հայոց բանակին նվիրված միջոցառումների շարքը Ստեփանավանում մեկնարկեց վաղ առավոտից։ Բանակի օրը զինվորների հետ նշելու համար Ստեփանավանի զորամաս էին այցելել քաղաքի հոգևոր ու ղեկավար այրերը Ստեփանավանի քաղաքապետի գլխավորությամբ, քաղաքի մշակութային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ ու քաղաքացիներ։ Ստեփանավանի զորամասի հրամանատարությունն ի դեմը զորամասի հրամանատար գնդապետ Մարաթ Հովհաննիսյանի եւ զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Արսեն Սարոյանի ամեն ինչ արել էին օրը զորամասում հիշարժան ու տոնական դարձնելու համար։ Հայոց բանակի 21-րդ տարեդարձի արդիվ զինծառայողներին ողջունեցին Ստեփանավանի զինվորական կոմիսար Սպարտակ Ղուբաթյանը, զինվորի մայր հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Մարտիրոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Զինվորներին մաղթելով հոգեվոր ու մարմնավոր առողջություն, հոգեվոր հովի Վրամաբեղ Աղազարյանն ու Ստեփանավանի զորամասի հոգեվոր սպասավոր Արմեն Սարգսակյան կատարեցին ջրի օրհնության կարգ։ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեչյանը, զինվորական կոմիսար Սպարտակ Ղուբաթյանն ու զորամասի հրամանատարի առաջին տեղակալ Գագիկ Մելոյանը հանդես եկան որպես երախաչքավոր վկաներ, այնուհետև զինվորներն ու սպաները ըմպեցին օրհնված ջրից։ Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած լավագույն զինվորներն ու սպաները զորամասի հրամանատարության կողմից արժանացան պարգևների։ Ստեփանավանի զորամասի զինվորներին շնորհավորական նամակներ փոխանցեցին քաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ, ովքեր զինծառայողներին ողջունեցին նաև իրենց ոգեշունչ ելույթներով։ Հայոց բանակի առաջին զինվորն է, բարով գնացել։ Բոլոր զինվորներին ցանկանում եմ առողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք, աշխարհային խաղաղություն, նրանց մայրերին էլ համբերություն։ Հայոց բանակին ուղղված շնորհավորանքներն ու բարեմաղթանքները շարունակվեցին տոնական սեղանների շուրջ։ Այնուհետև զորամասում մեկնարկեց տոնական համերգ, զինվորներին իրենց կատարումները ողջունեցին Ստեփանավանի մշակույթի ու ժամանցի կենտրոնի եւ Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի ժողգործիքների համույթը, փողային նվագախումբը, վոկալ համույթն ու անհատ կատարողներ։ Իրենց ուրախ երգ ու պարով համերգային ծրագրի մասնակիցներն ավելի բարձրացրեցին զինվորների տոնական տրամադրությունը, իսկ ոգեշունչ ասմունքով սերն առ հայրենի երկիր։ Շատ ուրախ ենք, որ մարդիկ հարգում են մեր գործը եւ գիտեն ինչի համար ենք մենք ծառայում։ Զինվորներին անփորձանք ծառայություն, թող շուտ հասնեն իրենց տնեցիներին։ Համերգից հետո զինվորները շքերթով անցան Ստեփանավանի կենտրոնական հրապարակով հարգանքի տուրք մատուցեցին անհայտ զինվորի հուշարձանին։ Հայոց երկրին խաղաղություն լինի, ամեն մի զինվոր իրեն ծառայական պարտքը կատարի եւ պարզ ճակատով վերադառնա իրեն հայրենի օջախ։ Հայրենիքը դա իմ կարծիքով մի բան է, որը պետք է յուրաքանչյուր մարդ սիրի այն հարգի եւ պաշտի ծնողների պես հարգի, նրանց համար չխնայի կյանքը։ Այո, Հայաստանը նախ եւ առաջ հայոց բանակն է, հայ զինվորը, որ գիշեր ու զոր հայրենիքի սահմանն է հսկում, պահպանում մեր խաղաղ քունը, այն մարտունակ զինվորը, որը պատրաստ է ցանկացած պահի դավթի թուրքեցակի պես կռվի ելնել մեր անկախությանը սպառնացող թշնամու դեմ, սրի ուժով պահպանելու մեր լինելիության իրավունքը։ Մենք հպարտ ենք ու շնորհակալ, որ մեր մեջքին ունենք այսպիսի հզոր բանակ, շնորհակալ ենք, որ մեր կողքին եք, որ ձեր հաղթական զենքի ուժով մեր ազատ անկախ երկրի սահմանն ու անդորն եք պահպանում։ Շնորհավոր տոնդ զինվոր, թող անամ լինի քո երկինքը, ու զենքդ անպարտ։ Նազելի Ավագյան, Աշիկ Հարությունյան, Ստեփանավանից մոլորակի համար։
Որն է զինվորի քաջության ու հպարտության երաշխիքը, ինչպես է ապրում հայ զինվորը, հաղթահարում դժվարությունները, ինչպես են անցնում զինվորական կյանքի օրերը։ Զինվորի մեկ օրով է ապրել Անահիտ Կարապետյանը։ Անունը զինվոր, ազգանունը հայկական բանակ։ Հայ զինվորի անձնազոհ կեցվածքից եւ հպարտ քայլվածքից դողացող թշնամին երբեք չի կարող ոտք դնել ազատագրված հայի արյունը տեսած հողի վրա։ Հայ տղաների աչքի փայլը, խելքն ու ուժը, նախնիներից ժառանգած իմաստուն միտքը ստիպում է թշնամուն փախչել ավելի հեռուն։ Կարոտն ու հպարտությունը, սերն ու մեծ կամքը զինվորին ուղեկցում են ամբողջ ծառայության ընթացքում։ Երեք պատանի, այսօր հայրենիքի պաշտպան, ամուր բասկով եւ միշտ ուղիղ մեջքով։ Թողնելով ազատությունը, ընկերներին, հարազատներին մեկնում են բանակ։ Մի այլ աշխարհ, որտեղ կամքի ու հպարտության սահմանագիծն է, որտեղ հայրենիքի պարտքն է, որտեղ սեփական ճիշտ եսը կառուցելու ուղեգիծն է գծվում։ Զինվորները չեն ժխտում դժվարության առկայությունը, բայց եւ հավելում են, դժվարություններն ուժ են տալիս, ստիպում լինել ավելի ուժեղ, քաջ ու անկոտրում։ Զինվոր դառնալը հայի համար առաքելություն է։ Հայ զինվորն այդ առաքելությունը պահում է պատվով, իսկ զինվորի պատվի ու հավատքի համար աղոթում է հայ ազգը։ Հենց այդ հավատից է ծնվում այն մեծ սերը, որ մեր ժողովուրդը տածում է իր զինվորի, հայրենաց պաշտպանի հանդեպ։ Ամեն ինչ քեզ համար զինվոր, որ դու քո թիկունքին զգաս հայի տակ շունչը, զգաս, որ մենակ չես ու նաև հավատաս։ Քո հավատը հայի հավատն է, հանուն խոստումնալից ապագայի, հանուն հայրենիք կերտող քո անհաղթ բասկի, հանուն այն զգացողության, որ կոչվում է կարոտ։ Ամենաշատը մեծ կարոտում։ Բնականաբար ծնողներիս մայրիկիս եմ ամենաշատը կարոտում։ Ազատությունը, ասենց ասեմ, ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, իսկ եթե անձանցից վերցնենք ծնողներիս։ Ամենաշատը հիմա ես կարոտում։ Ընկերուս։ Ինչ կասես նրան հետաքրքիր։ Կասեմ, որ զինվի քաջ համբերությամբ ու սպասի ես կվերադառնամ։ Մամ ջան, քիչ մնաց, դիմացեք, 4 ամիս մնաց ինձ։ Նահապետին մեզ ավանդած երկիրը, մեզ ավակներին կշարակեն։ Բազում կրակների ու ստվերների միջով անցած զինվորի սխրանքը ուսանելի է գալիք սերունդների համար, որովհետև գալիք ճամփորդներին է վիճակված բազմապատկելու հայի բոլոր հաղթանակները։ Զինվորի երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե, հպարտության հերթափոխը։ Զինվորական կյանքը իհարկե որոշ բաներ վերցրեց, որոշ բաներից զրկեց, որոշ բաներում ետ մնացի իմ քաղաքացիական ընկերներից, բայց նաև շատ բաներ տվեց։ Նախ եւ առաջ տվեց հայրենիքին պետք լինելու զգացողություն, նախ եւ առաջ տվեց կյանքում որևէ իրավի պատմական արժեքը, որ բան անելու արդեն 19 տարեկան հասակում լուրջ պատմական դեր խաղալու, որտեղ ես համարում եմ, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության գլխավոր գարանտը հենց մենք ենք, զինվորները, հենց այս պահին սահմանի կանգնած զինվորն է ամենամեծ գարանտը մեր անվտանգության։ Հատկապես նորակոչիկն իր կարոտի ամփոփագրում համատական է տանում ամեն ինչում, հիշելով զինվորական կյանքի առաջին րոպեները։ Առաջին զանգը բնականաբար ծնողներիս զանգեցի, տեղեկացրեցի գտնվելու վայրը, ինչպես եմ։ Ամենառաջի զանգը պապային։ Ինչ ասացի, պապ ջան, ամեն ինչ նորմալ է, չանհանգստանաս, ամեն ինչ կարգին է։ Ինձ թվում է ամենակարևորը հարազատներին, ծնողներին այն ինչ որ կարա հիմա նրանց շատ օգնի, դա փոփելն է նրանց, որպեսզի կարողանա զինվել համբերությամբ, քանի որ կարոտը մի քիչ դժվար է տանելը ու մանավանդ երբ որ որդիդ կատարում է պարտք հայրենիքին ծառայելու, մաղթում եմ միշտ ու սփոփում, որ համբերատար լինեն, հպարտ լինեն։ Զինվորին սիրելը հպարտություն է, սպասելը ազնվություն, մոռանալը ստորություն։ Իսկ դու զինվոր միշտ հիշիր, որ կարող ես ավելին քան արել ես, ձմռան սաստիկ ցրտին չմրսես, ռազմական մեքենաների եւ արկերի ձայնից չընկճվես, թշնամու կրակոցներից հեռու եղիր, հայ զինվոր, հիշիր, որ քեզ սպասում են սիրով ու կարոտով։ Այս հավաք կյանքի համար անկասկած, ավանդումի քո ամեն մի մարդոց, ես երիցես պարկ, ռեցանի իմ կաչ, եղիր ապավեն մեր հայ մարդիկին,
Զինվորներին ամենաառաջինը խաղաղություն, մանավանդ դիրքերում կանգնած զինվորներին, խաղաղություն, համբերություն եւ ամփոփ հասնեն տուն։ Զինվորներին կմաղթեմ, որպեսզի զինվեն համբերությամբ, ամենակարևորը համբերությամբ հպարտ լինեն իրենց կատարած սուրբ պարտքի համար հայրենիքին ծառայելու, քանի դա յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր հայ տղամարդու մեծագույն պարտքերից մեկն է։ Զինվորներին կմաղթեմ թեթև անհոգ ծառայություն, որպեսզի խաղաղությունը մեր երկնքից երբեք չպակասի, սպաներին էլ կմաղթեմ համբերություն, նրանց գործն էլ, զինվորների գործը երևի թե չեմ այդտեղ ավելի շատ կարևոր է, նրանց դերը շատ դժվար է թերագնահատել։ Բանակաշինություն գործը Հայաստանի պատմության մեջ ամենակարևոր գործն է։ Զինվորը հպարտության ու քաջության խորհրդանիշ է, զինվորի կամքն անկոտրուն է, հայոց սահմաններն էլ անսասան։ Շնորհավոր տոնետ հայոց բանակ, շնորհավոր տոնետ հայ զինվոր։ Անահիտ Կարապետյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Այսօր տոնական միջոցառումներ ու բարձր տրամադրություն է եղել մարզի բոլոր մշակութային օջախներում։ Մարզկենտրոնում գլխավոր միջոցառումն անցկացվել է Շարլ Անձնավուրի անվան մշակույթի պալատում։ Ելույթներով հանդես են եկել վանաձորյան երգի ու բարի համույթներն ու անհատ կատարողները։ Հանդիսատեսի շարքերում մեծամասնությամբ զինվորներ ու սպաներ են եղել։ Պետական նշանակության տոնին մասնակից են դարձել նաև կրթօջախները։ Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում կազմակերպված հայրենասիրական բաց դասին մասնակցել է նաև մեր նկարահանող խումբը։ Հայոց բանակն արդեն 21 տարեկան է։ Տոնի կապակցությամբ Վանաձորի թիվ 17 դպրոցում դաս միջոցառում էր։ Մասնակցությամբ 12-րդ դասարանի աղջիկների։ Միջոցառումը նվեր էր իրենց դասարանի տղաներին, ովքեր նույնպես կլինեն ապագա զինվորներ հայոց բանակի։ Հյուրերի շարքում էին զինվորականներ, հայոց արծիվներ հասարակական կազմակերպության մարզային կառույցի ներկայացուցիչներ։ Միջոցառումը սկսվեց Հայաստանի օրհներգով։ Բանակ է մեկնում նաև տան միակ աղջիկը, հայրը Արցախյան պատերազմում զոհվել էր։ Ծառայության է անցնում բանակ, որ հոր գործը շարունակի։ Խոստանում է վերադառնալ։ Բանակում բոլոր զինվորները հավաստար են, բոլորի նպատակը մեկն է՝ պահպանել հայրենիքի սահմանները, խաղաղ պահել գիշերներն ու որ լուսաբացները լինեն պայծառ։ Զինվորական կյանքի առաջին րոպեներ, առաջին նամակ, երթում։ Այս ամենն իր նկարագիրն էր գտել միջոցառման ընթացքում։ 17-րդ դպրոցում նման միջոցառումներ հաճախ են կազմակերպվում ու հայրենասիրական ոգին մեծ է այստեղ։ Ղշլաղի դպրոցը տարիներ շարունակ տվել է այնպիսի զինվորներ, այնպիսի հերոսներ, եւ բոլորի նկարները այնտեղ փակցված են, մեր հյուրերը կարող են տեսնել։ Մենք Արցախյան պատերազմում էլ ունենք շրջանավարտներ զոհված եւ մենք միշտ վառ ենք պահում նրանց հիշատակը մեր սրտերում։ Մեր ապագա զինվորներին սա ուժ կտա, քանի որ մենք մեր դասանում ունենք 11 ապագա զինվորներ, որոնք ծառայելու են հայոց ազգային բանակում, սա նրանց ոգեշնչող մի բան էր, որ իրենց ծառայության ընթացքում միշտ հիշեն, որ մենք եւ իր հայրենիքը իրենց կողքին են։ Բանակի օրվա կապակցությամբ հայոց արծիվներ կազմակերպության կողմից դպրոցին օդամղից զենք հանձնվեց։ Հայոց արծիվներ հայրենասիրական կազմակերպությունը արդեն 3 տարեկան է։ Լոռու մարզում գործում է 2 տարի ու կես, որը Լոռու մարզում իրականացրել է շուրջ 33 մեծ եւ փոքր միջոցառումներ։ Իսկ հայոց արծիվներ կազմակերպությունը իր 3-ամյակը նշեց իր 505 մեծ միջոցառումներով, նաև 300 համայնքներում բացված գրասենյակների ղեկավարներով։ Դաս միջոցառման ավարտին կազմակերպվեց նաև հրաձգային մրցույթ քաղաքի տարբեր դպրոցների թիմերի միջև։ Հաղթողները հայոց արծիվներ հասարակական կազմակերպության կողմից արժանացան նվերների եւ պատվոգրերի։ Դպրոցի տնօրենությունն էլ շնորհակալագրեր հանձնեց հայոց արծիվներին եւ Զորամասի հրամանատարությանը դպրոցի հետ մշտական համագործակցության համար։ Անահիտ Կարապետյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Կրկին շնորհավորում ենք հայկական բանակի տարեդարձը եւ արդեն անդրադառնում ենք եղանակային նորություններին։ Ինձ է միացել իմ գործընկերը Բարև Էռնա։ Բարև Լիանա։ Կարծում եմ ունես շնորհավորանքի խոսքեր։ Իհարկե, մաղթում եմ, որ հայոց բանակը միշտ լինի կանգուն, իսկ հայ զինվորը միշտ խրոխտ ու քաջ։ Այս պահին եղանակի մասին։ Հանրապետության տարածքում կդիտվի անպամած եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ։ Հովիտներում սպասվում է թաց ձյուն, երեկոյան եւ գիշերը հնարավոր է նաեւ ձյուն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 29-ին ցերեկը կնվազի
5-ից 7 աստիճանով։ Հնարավոր են ինտենսիվ, նաև մեծ քանակությամբ տեղումներ։ Առանձին վայրերում հնարավոր է քամի, բուք, մառախուղ եւ սաստիկ ցածր տեսանելիություն։ Ճանապարհներին մերկասառույց եւ դժվար անցանելիություն։ Հանրապետությունում ավտոճանապարհների մի շարք հատվածներում դիտվում է մերկասառույց, բուք կամ դժվար անցանելի ճանապարհներ։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 1 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 3, ցերեկը 5 աստիճան տաքություն։ Ալավերդիում կլինի գիշերը 2, ցերեկը 4 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 1, ցերեկը 2 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 0, ցերեկը 2 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 2, ցերեկը 4 աստիճան տաքություն։ Երևանում հնարավոր են միայն թույլ տեղումներ, մայրաքաղաքում կդիտվի մինչև 3 աստիճան տաքություն։ Անկախ եղանակային կանխատեսումներից ճպտացեք հաճախ։ Ես էլ կավելացնեմ, որ անկախ ամեն ինչից բարի լինի մեր տղաների ծառայությունը։ Շնորհավոր տոնդ հայոց բանակ, շնորհավոր տոնդ հայ զինվոր, սա այն ամենն էր, ինչ առանձնացրել էինք մոլորակ լրատվականի տոնական թողարկման համար։ Ստեսություն եւ ամենայն բարիք ձեզ։ Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնին կամ ինչպես ընդունված է ասել աղեբլիթ ուտելու օրվան անհամբերությամբ են սպասում հատկապես երիտասարդները։ Այս ամենը հաշվի առներով Smile սուպերմարկետը փորձեց իր ներդրումն ունենալ շատ երիտասարդների սիրո փնտրտուքի հարցում։ Smile սուպերմարկետում հաճախորդներին ժպիտով սպասարկելու հետ մեկտեղ բոլոր ցանկացողներին աղեբլիթներ տրվեցին, որոնք նմանեցված էին փոքրիկ ժպիտիկների, ինչը պատրաստվել էր եւ մատուցվեց մեծ սիրով։ Սա հաճելի եւ միևնույն ժամանակ գեղեցիկ անակնկալ էր հաճախորդների համար։ Շատ հաճելի անակնկալ էր, շնորհակալություն սուպերմարկետի նման անակնկալ կազմակերպելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում խանութի կազմակերպիչներին աղեբլիթներ բաժանելու համար եւ սրտիկների համար շատ հաճելի էր։ Կուզենայի, որ այսպիսի միջոցառումներ շատ կազմակերպեն Վանաձորյան խանութներում։ Օգտվում ենք Smile սուպերմարկետից ու շատ հաճելի էր անակնկալի հանդիպեցինք, շնորհակալություն։ Աղեբլիթների ձած սիրային մթնոլորտն ապահովում էին գեղեցիկ փուչիկները։ Smile-ը միշտ ճպտում է ժպիտներ պարգևելով դիմացինին։